Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։ Եվ արամին չես կան արդոնություններ տվել։ Ընգերոջ ծնումներ։ Մոտիկ տղալ խնդրեց ես էլ չմարժեցել։ Մերուս ջան, մինասա թող սրա մասին չիմանա ախպեր։ Այդ կամպյուտերները բան սաղ կբերենք կդնենք տեղ ընկեր։ Մխոնես ավտոն տենա, գվատանա։ Ապերաստան տանենք թաթեթավոր ենք, վսյոտիկի նվեր է էլի։ Վերջ ապեր, ես ավտոն Փագի Անուշիկ տանող բոլոր ճամփիկը։ Գիտես մխոյիս համար հիմա իր անգերնյակները ինչ բարձունքի վրա է։ Ու այդ բարձունքից ինչ ասեն, մխոս Աստծո ասածի պես ընդունում է, բայց թույլ չեմ տա։ Տեսար ախպոր։ Չէ։ Դեռ տեսար մեկ չեմ բացադրական աշխատանքներ կտանիս հետ։ Ինչի համար։ Նախ էլ տոնը փոխը։ Ախպեր խի ինչ արել որ մտել է ինտերնետ զբաղվել է տղեն իր համար։ Ինչ ես պատմություն սարքում որ դու իր այդ տես չոր ես խոսում, բա ուրիշները ոնց կխոսան։ Դու ես իր այդ լահակի մեղմ եմ խոսացել։ Ինչի ինչ պետք է անել որ պետք է գոռայր վրեն, հա։ Վարուշ հանգիստ խոսա։ Լմի րոպե։ Դար երբ որ հանգստացող բերես։ Ախպերեցի ոչ մեկի չի կարաստի ստանի է։ Տոլումյամ հանգստացի, վայ։ Չես գար դու պատրաստ չես որ մի հետը շփվիս։ Ախպեր դու ինձ մի ասես ինչ անեմ է։ Դու զարգեմ սոր գլխուն։ Այո։ Կարելի է Աբրամ ջաջա։ Վայ իհարկե իմ Անուշիկ բալա, իհարկե կարելի է իմ քաղցր, իմ պուպուշիկ, իմ Անուշիկ լալա։ Հո բան չի եղել ցավոթում։ Աբրամ ջաջա, ես երևի թե իմ բողոքներով արդեն ձեր զահլեն տարել եմ, բայց Մի րոպե, ցավոթում, այստեղ դու ճիշտ չես։ Դու երբեք իմ զահլեն չես տարել։ Իսկ եթե նույնիսկ զահլ ես տանում ես էլ, ես այնքան եմ ուրախանում, այնքան եմ հպարտանում, որ զահլա տանողը դու ես, ցավը տանեմ։ դուք ինձ մենակ ճիշտ հասկացեք էլի։ Այսօր պապան հարցնում է Պապան։ Ո՞նց է պապան։ Պապան։ Լավ է, մերսի պապան, շատ լավ է։ Պապա։ Պապա, Անուշիկի համով, Պապան ինչ էր հարցում ցավը տանեմ։ Պապան։ Հա, պապան այսօր հարցնում է մխոյի հետ ինչ գործ ունես։ Ես էլ չգիտեմ ինչ պատասխանեմ։ Ոչ կարամ ասեմ ընկերություն ենք անում, ոչ էլ կարամ ասեմ ընկերուս ախպերն է, դեպքում էլ կասի, բա ինչի է քեզ տեղ հրավիրում։ Հասկանում եք, այտենց փաստի առաջ եմ կանգնացի։ Լավ, բալես, ես քեզ լրիվ հասկացա, ես կաշխատեմ այդ սխալը շատ արագ շտկել։ Ես ուղղակի չեմ հասկանում, էլ ինքը ինձանից ինչ ա ուզում։ Երեք էլ ինձ համար նվեր էր առել, բայց դե հպարտությունը թույլ չտվեց, որ նվիրի։ Լուրջ ես ասում։ Հա։ Մենակ տեսնեք, տենց մեղք էի ես։ Լավ, բալես, Անուշիկ ջան, մի հուզվի, ես խնդրում եմ այս դեպքի մասին առայժմ պապային ոչ մի բան մի ասա, ես երբ որ այս հարցը կկարգավորեմ, մենք միասին պապային շատ բան ունենք ասելու, եղավ քաղցր բալես։ Լավ, Ռամ դեդյա։ Հա, ցավ, Շատ լավ։
Տարբետի մոտ էի։ Դե դոկումենտները պահպանվել են։ Էլ ինչ են ուզում քեզանից։ Դոկումենտները փրկել եղավ, բայց լավ Մինասը մարդ էր բերել, թե չգիտեմ ինչ կանեին։ Մինասը։ Ճիշտ է, ջղայնացավ սկզբից, բայց հետո ահագին բաժշկար է ինձ։ Բայց կոմպյուտերը պետք է Արամը բերի, հա Մերուշ։ Դե որովհետև Արամն էր ուզում որ շտաբից անեի։ Ոնց։ Կոմպը շտաբից անել ես Մերուշ։ Արամը ինգերոս ծնունդներ տենց խնդրեցինք, ես էլ ասի եթե հնարավոր է կանեմ։ Դու Մերուշ Արամը ով է որ դու դրա համար տենց անհանգստանում ես, հա։ Դե նենց հավեսով տղա է, դա մոտիկություն կա էլի։ Ինչ մոտիկություն դրա հետ Մերուշ։ Բավարար հետը հերոսով խոսում է, խիչ ասցի որ Արամն ասե։ Դե հարմար չէր իմը։ Ոնց թե հարմար չէր։ Ես է գնացի Մինասի հետ եմ կռվում։ Մենք ամիսը մեկ Արամ ենք լղում Մերուշ, դու գնացի հետը մոտիկություն ես անում։ Ես էլ ասեմ Մինասը ինչ է ասում։ Հենա կոմպյուտերշիկի պաշտոնից զրկեցին։ Հիմա կծառայեցնես ոնց որ սաղ են ծառայում։ Մինասուրա։ Չգիտեմ։ Նա զանգի դու հետը խոսան։ Ինչի դու չես զանգում։ Հեռախոսս տվել եմ Ժանին տուն էլ ուզում խոսար։ Հա, բարձեցիր ոնց է եղել։ Հա։ Բա ինչ ես անելու։ Դե Մինասը գա խոսամ հետո, ասես նեղացա չեմ գնալու։ Արի զանգի։ Անջատել եմ։ Վարուժ ջան, ապեր նոր քո հեռախոսով խոսում էի մեր գումարտակի հետևը։ Մեկ էլ Բիշտիկյանը չգիտեմ ոնց ինձ նկատեց, եկավ հեռախոսը ձեռքից վերցրեց, խփեց գետին ջարդեց։ Ոնց արա։ Արա դու գիտես դա ինչ թվանոց հեռախոս էր։ Ես իրան ասեցի պարոն Բիշտիկյան, իմ հեռախոսը չի էլի։ Ինքը բանի տեղ չդրեց։ Ասես դες 1000 անգամ ասել եմ, զինվորը հեռախոս չպիտի պայի մոտը։ Խփեց գետին ջարդեց։ Կներես էլի ապեր։ Արա ինչ կներես, արա ինչ չի հետաքրքրում, գնա այդ հեռախոսը բեր տուր ինձ։ Ոնց տամ Վարուժ ջան։ Արա ոնց ուզում ես։ Ապեր ես չեմ կարող այդ հեռախոսը քեզ տամ։ Արա չէր կարա չվեգաներ։ Ապեր ես հող ուզելով չարեցի։ Արա ոչ մի չի հետաքրքրում։ Վարուժ հանգիստ խոսա։ Արա ես ինչ օրեր արա, ես ինչ օրեր արա։ Զինվոր տղա է, որ դեիցա քեզ տենց հեռախոս առնելու։ Ախպեր չի հետաքրքրում ինձ, ոնց ուզում եմ թող առնի։ Էս ինչ է ձեր ձեները։ Դեզի ով է սեր դու կրնակստեղ պես ճղջվար։ Մինաս ջան, Վարուժի հեռախոսով խոսում էի մեր գումարտակի հետևը, Բիշտիկյանը չգիտեմ ոնց նկատեց, ձեռքից վերցրեց, խփեց գերտին ջարդեց։ Հիմա էլ Վարուժ ասում է տուր այդ հեռախոսը։ Էդերը հասախ, մի ուր է ջարդը տեղսա թողեր տա հավաքի։ Ախպեր ինձ դեսպես չի։ Ապ հեռախոս չկա, ես մարդը չի կնա հեռախոս քեզի առնի։ Ախպեր դες ճիշտ է, չէ։ Դե հիմի ես դեպքում հա զինվոր տղա է, ծառայող է, չի կնա հեռախոսը առնի, ես է իրան թույլ չեմ տա, որ ծնողներին անհանգստացնի։ Էդե։ Դու ես է դրանցից տես բան չէի սպասում, այ եղբեր։ Հələ բայց նես թույն տաշկա էր լուրջ եմ ասում։ Աշկս մնաց վրեն, հա։ Այսօր հայ ուզում էի առաջարկություն անեի, հա։ Մխո պապան քեզ է կանչում։ Պենյակը մի րոպե քեզ էսա կզանգեմ։ Ինչ է լեվուր։ Չգիտեմ։ Կարող է Անուշիկի բայրով բան մանա իմացի։ Մխո ասում եմ չգիտեմ։ Լավ էլի, հազիվ այսօր մի քիչ ուրախացել էի։ Ախ, ինչ անեմ արա, ես ինչ անեմ դրա հետ արա։ Ոնց խոսամ դրա հետ արա։ Նստի լա այդ դրա։ Նստի։ Լավ էլի ատեսնյակ, ինչի ես այդ տոնով խոսում հետս։ Նստեցի։ Դորսի տղա ջան։ Երեք դու ինձ ասեցիր, որ Անուշիկին նվեր ես տվել։ Բա ինչի՞ ես տվել, արա։ Տվեցի, չվեկա լավ։ Դու այ զապչաստ։ Նվերը դրել ես կողքդ, սպասել ես, որ ինքը քեզ նվեր տա, հետո դու տաս, հա։ Դու դա տղամարդկություն, այ տղա։ Հա։ Դու այդ ում գեներն են քո մեջ, այ տղա, հա։ Այդ ում ես այտենց քաշել, այ քալ։ Սպաս Մարգոյի ցեղում ով է այտենց արա։ Բայց ես քյալ չեմ։ Դու քյալից էլ բետար ես։ Դու գիտես որ Անուշիկի հերն արդեն խառնվել։ Անուշիկի հերը հարցրել է, թե Անուշիկ,
Դու ինչ հարաբերությունների մեջ ես մխոյ հետ։ Դու հասկանում ես հարցը որ մակարդակում է գտնվում։ Բա ինքը ինչ ասե։ Ես չգիտեմ ինչ ասել, բայց քանի որ արդեն Անուշիկի հերն է խառնվել, ուրեմն դու վաղ ուզած-չուզած պիտի առաջարկություն անես։ Դու հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Եթե չարեցիր, դու այս սվարկա, էլ ինձնից չնեղանաս։ Բայց ինչի՞ եմ սվարկա է։ Գի՞, որտեղ ընկերդ կարբիտնա։ Եթե ընկերդ կարբիտնա, նշանակում է դու էլ սվարկեն ես։ Դու այ հարիվ։ Ախր քո այդ ընկերնյակները քեզ մեքենա են նվիրել, որ քեզ իրանցով անեն։ Դու որ Անուշիկին մոռանաս, չես հասկանում։ Իրանք դրա համար չեն նվիրել այդ տաշկին։ Տոլեսի դղա ջան, մի խոսքով, ինչքան դու խոսում ես, ես ավելի եմ ջղայնանում քո այդ փայլուն մտքերից։ Մի խոս էլի։ Ինչ ասում են արա։ Վաղը եւ այդ գնում ես առաջարկություն անելու ու մենք էլ գնում ենք ծանոթանանք իր ծնողների հետ։ Այս տարբերակ առաջին, տարբերակ երկրորդ, չես անում սա, ուրեմն ուղարկում եմ անապատ ուխտ քորողների մոտ։ Всё։ Հիմա մտածում ես երևի ինչ ծանր օր է, չէ՞ այսօր քո համար։ Բայց ամենաշատը երևի նեղում ես նրանից, որ հեռախոսդ կորցրել ես։ Ես այդ հեռախոսը ստանալու եմ ժամից, կտենաս։ Դե մալադես քեզ։ Ես լուրջ եմ ասում։ Գոնե մինասին մոտ շնորհակալություն ասեիր։ Այդքան աղբորդ համար բան արեց։ Թողեց որ։ Ար հեռախոսը։ Այս իմ հեռախոսն է։ Բաբշտիկյանը չէր ջարդել։ Չէ։ Բայց ինչի սենց արեցիք որ։ Մինասն էր Ժանին ասել։ Արա այդ տղեն դաժե ջղայնացած ժամանակա կատականում, գիտես։ Ո՞ս օր։ Բայց ինձ թվում է ինքդ էց արեց, որ աղբորդ օգնելու համար իրան շնորհակալություն չասես։ Հեսա Վարու ջան։ Էս ինչ ես արել աղբեր։ Ինչ եմ երեր։ Հեռախոսի պահով էլի։ Դու հեռախոսը էջ, դու ստեղ ավելի կարևոր բաներ ունեիր սովորելու։ Բայց ինձ թվա որ դու ընդունակ տղա ես։ Մինաս կներես էլի ինձ ապեր։ Ախո չեմ ասել ինձ ես կներես։ Մինաս, ես իսկականից լիքը բան եմ հասկացել։ Պրոստը որ ջղայնացած եմ ելնում ապեր, լիքը բաներ առանց մտածել եմ խոսում։ Այնպես չէ, նորմալ վախտդ մտածելով խոսած։ Բան չկա, ջան, մի ինչ եղել է։ Մի թույլցի, գնա քեզ մար հանգիստ ապրի։ Բայց այնպես թույլնաս որ հետո հավաքել է։ Դե եղավ աղբեր։ Դե բարի գիշեր, աղբորդ համար էլ չանհանգստանաս։ Եղավ աղբերս, դե գոհ եմ ամենին։ Լուրջ եմ ասում աղբեր, եթե դու տեղ չներ, ես երևի ամեն օր գայի զորամաս, որ աղբորս տենեի։ Դու որը տես գիտեմ, որ ինձանից լավ աղբերություն կանես հետը։ Ապեր ես է քեզ ինչ որ ասել եմ սրտանց չեմ ասել, այսինքն վատ բաները էլի նկատի ունեմ։ Թե չէ լավ բաները միշտ սրտանց եմ ասում աղբեր, դու գիտես իմ սիրտը։ Վարուր, ինձ թվում է մինասը քեզ չի լսում ապր։ Հա, մինաս չա, լավ աղբեր ես, դե հետո էլ կխոսամ։ Լավ։ Գնացել է սրբություն։ Հա, բալես, նստի։ Հիմա հուսալ սեփնա դարի։ Մարդը իր հորից էտես վախեն ախր։ Ախո ջան, ցավը տանեմ։ Դու գիտես չէ որ papan ինչ անում է քո համար անում։ Լավ էլի։ Իմ համար է ուզում է դիերշիկները արտահանի։ Բա ում համար, հա։ Փողն է հաշվելով է տալի, փոխանականի կալոդով դնի դեմս, ասիար մխոջան, դար մխսի։ Նախ մսխի, հետո էլ ինչի մսխես, հա։ Մխո, հələ ինձ ճիշտն ասա, այսօր Անուշիկին առաջարկություն ես անելու։ Դու չի էդ էր մնացի։ Ես իմ գյոզել տաշկին թողած Անուշիկին բդի առաջարկություն անեմ։ Մխո, տենց բաներ մի ասա, բալես, այդ աղջիկն էլ ամեղք, ինքը սիրուց տանջվում է։ Ես երեք մտածում էի, ու գիտես ինչ հասկացա, որ ես
Իրը ուզելով եմ իրեն ուզում։ Ուզում եմ ասեմ, ինքը ինձ ուզում էր դրա համար է ես իրեն ուզում, էլի թե չէ որ ինձ մնարսկի չէ էլ ուզի։ Մղջան, բալես, այդ ուզել է այնքան էլ համապատասխանաբար չի, ասա զգացմունքներ ունեի, համակրում էի։ Այդ երկուսն է, ուրիշ բան չկա։ Կա, սիրահարվել էի։ Դրանց մեջից ոչ մեկն է չի բռնում իմ զգացածի հետ։ Լավ ես գնացի։ Գնում եմ ու չգիտեմ երբ կգամ։ Կգամ այն վաղտ, երբ հորատեսնյակը քնած կլի արդեն։ Մխո, ասենք այսօր մի կերպ պրծար, բա վաղը, ինչ ես անելու, հա? Բա, վատը չի, բա որ ասում եմ իմ ահու սարսափնա։ Ես ճանաչում եմ այդ աղջկան։ Չէ, չես ճանաչում, բայց հեսա բանկանեն կճանաչես ապետ։ Ընտիր աղջիկա ապետ, մխոյի հետ էլ թույն կետա։ Քանի շուտ է, պետք է մխոյին այդ աղջկայի ծանոթացնենք։ Բանանենք հենց այսօր էլ ծանոթացնենք աղպետ։ Ապետ մի հատ համեստության ստիլաժ։ Բա մի հատ ոնց կարանք տենանք այդ համեստության վիտրաժին։ Երևի ուզում եք տիպար ասեիք, հա? Հա, աղբեր։ Աղպետ խանութում է աշխատում։ Ելպին ստենում է աղպետ, գլուխը կախում, ամաչում, կան մնում է աղպետ։ Բա տենց պիտի լինի, էլի աղջիկը։ Ես բերանդ բացել արա։ Արա որ մարդ տխուր անում, չէ, ձեր հետ պետք է շփվի։ Տենում ես արդեն ջոգել է, որ մեզնից շատ բան ունի սովորելու։ Ճիշտ ցել է դել ապետ։ Ու ամեն ինչ եթե լավ գնաց, կալքի նիսան կդառնա։ Հավա ոնց աղբեր, բա իհարկե։ Դե կոֆես խմեմ ու դուրս գանք։ Դու կոֆե չէիք խմում, չէ։ Ես ուզում էի։ Չփլե գիտես քեզ ենք տանում հետներս։ Որ հանգարց խոսալու բան ունի, այդ աղջիկը դու խոսաս։ Դու այդ ամեն ինչի մեջ լավ փորձ ունես, էլի։ Մենք որ բերաններս բացենք, այդ աղջիկը կարող է հույժ տլնի։ Բայց խես մեզ թե դա գնահատում ոտ։ Աղբեր նենց եմ աղջիկների հետ խոսում, որ հալվում են։ Հաստատ կհալվեմ, բայց հարց այդ լավ է թե չէ։ Մարգարիտա, ուրեմն լսի ազիզ, արագ պատրաստվի, գամ որ գնանք բամբաներկա բան առելու, հա? Բայց դե մխո բան չի ասել է։ Դու այդ ցավը տանեմ չի ասել կասի, վայ։ Ուրեմն եթե Անուշիկի ծնողները այսօր մեզ չկանչեցին, վաղը հաստատ կանչելու են։ Լավ, Վռամ ջան, ես հիմա կհագնվեմ։ Դե արագ հագնվի, ուխտս։ Այ ես քո ջանին մեռնեմ։ Այ Մարգարիտա, այ Մարգարիտ։ Եկեք։ Հարց։ Տղեկ ջան, գիտեք չէ ձեզ ինչի համար եմ կանչել։ Ձեզ շատ լավ բանի համար եմ կանչել։ Գիտեք փող եմ տալու, հա տես ուրախացաք։ Հո, բարեր Արիշյան։ Այ տղա, Գագարին։ Ուրեմն ձեզ թվում է փողը տես լավ բան է, հա։ Այդ տղա փողը ինչ է որ։ Փողից ավելի լավ բան եմ ասելու։ Յա! Նստի գնա։ Ոնց է շեչից վրա կանգնացել եք։ Ուրեմն ուշադիր լսեք, ինչ եմ մտածել։ Օրա սենց բան չկա, հա։ Այսինքն ինչի չկա, դու լավ էլ կա։ Ինչ տեսել էլ սովորել եք։ Ուրեմն որ խանութ մտակ երշիկ տալու, պարտադիր մի հատ արտահայտություն եք անում կոնկուրենտի հասցեին։ Ուրեմն ասում եք սենց, ասում են, որ դրանք իրանց երշիկի մեջ չափից շատ սոյա են գցում։ Հասկացաք ինչ եմ ասում։ Ընկալեցիք, դե կրկնի մեռնեմ ջանիդ։ Ասում են, դրանք իրանց երշիկի մեջ չափից շատ սոյա են գցում։ Ապրես, հիմա դու ասում են, դրանք իրանց երշիկի մեջ չափից շատ սոյա են գցում։ Ապրես միասին, ասում են, դրանք իրանց երշիկի մեջ չափից շատ սոյա են գցում։ Ապրեք,
Հասկացաք չէ առաջադրանքը։ Հա, պարոն Արեշյան, բայց այդ ինչի համար է։ Ասում ինչի համար է։ Այդ տղա, դու ես Վարշիվնի նախադասությունը լասա, հետո նոր կհասկանաս այս նախադասության զորությունը։ Մենակ ոնց որ ասել եմ, այդ նախադասությունը այդ ինտոնացիայով կասեք։ Աբել բան չասեք հանգարց։ Դրանք հաստատ գցում են։ Կասեք ասում են, որ հետո եթե հանկարծ ինչ-որ բան են չլինի, մենք կարողանանք էլի նենց սոսին տակից դուրս գանք, հասկացաք։ Պարոն Հարությունյան, բայց ճիշտ է ուրիշի ապրանքին անուն կպցնել է։ Դու լսի այ համո։ Դու աչքիս ուզում ես երևի աշխատանքդ փոխես, հա։ Չէ, պարոն Հարությունյան։ Բայց ինչ ես ասպախ դուրս տալի, արա։ Այդ դու չհասկացար մինչև հիմա, որ ես ինչ ասում եմ, այդ ճիշտ է։ Այդ ինչի իրանք կանեն, մենք չենք անի։ Մենք մեզ ոչ ոքից չենք գերադասի։ Հարց չկա, պարոն Արեշյան, ոնց ասացիք, տենց է կանենք։ Դե ուրեմն արագ անցնում են գործի։ Դավայ։ Ապենենց մի տիպի ներվում եմ ես տնական աղջիկեք հետ խոսալուց։ Ինչի։ Ապա դե մտածում եմ մի բան չասեմ, էլի նեղացնեմ։ Բա հիմա եթե այդ աղջիկը առանց քեզ ճանաչելու հետդ խոսա, ձեր մտածելակերպով մոմենտ չի։ Ապա ինքը կարոին ճանաչում է։ Հա կարոին ճանաչում է, բայց ոչ ինձ ու քեզ։ Ես նենց քո մոմենտով յանի բռնցրիր, հա։ Բա, ապեր։ Ախպեր լավ եկեք։ Բարև Նատաշկին ջան։ Բարև Կարո ջան։ Ընկերներս են Գադբիթ, Չպլե։ Շատ ուրախ եմ, ես էլ Նատաշան եմ։ Շատ ուրախ ենք ծանոթանալու համար։ Բա ոնց է ծախվում, հա։ Հա, այսօր համուգագոյն ասել եմ, որ էլի ապրանք բերեն։ Ես արա։ Չէ, ախպեր ամպերի։ Բախեց արա։ Նատաշկին ջան, բա Ասմիկն ու դա չի երևում։ Խոհանոցում է, թե ախմում։ Նա կարաս գնաս ասես գաստե խմի։ Հա, հիմա կանչեմ։ Ճիշտ ասի, չէ։ Պիտի ասեիր, եթե հարմար է թող գա, ոչ թե կմնի գաստե խմի։ Եթե տենց ասեի, ինքը կմտածեր ցելով եկել ենք իրան տենանք։ Իսկ սենց ինքը մի օբյեկտից ուղակի տեղափոխվեց մյուս օբյեկտ։ Հա լավ, դե ոնց ուզում ես արա։ Չէ, դա ճիշտ չի, ասա ընդունենք ճիշտը։ Բա ինչ եմ ասում։ Չպլեց ո՞րն ես ասում, որ ես տեղ կանգնած ձեն չեմ հանում, դու ես նենց անում։ Մեր ախպերը լավ էլ ակուրատնի ալտայթվեց։ Հա լավ, դե ոնց գիտեք, տենց էլ արեք, ախպերես։ Բարև ձեզ։ Բարև։ Ասմիկ ջան, ընկերներիս շատ էի պատմել քո մասին, ոնց որ ցանկությունը առաջացել գան քեզ տենան, էլի քուլ ջան։ Ոստեղ քեզ բան ասող չկա։ Ինչի համար եք հարցնում։ Չէ, դե ուզում ասի, այս աշխատանքը ձեզ դուր է գալի։ Ես ինչ ուզում եի, էդ էլ ասեցի։ Լավ դե քդել ջան, մենք գնանք, էլի կերևանք։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Գարբիտ։ Աչքդ լույս։ Սպասի տենան լինում նոր ասանա։ Հենց է քեզ ամոթ խած աղջկա տեղ էի դրել, հա։ Ոնց ներ ապեր։
Ապեր ինչ ուզում եք արեք, մեկա մխոն Անուշիկի ձյան տվողը չի էլի։ Ապես դե մի խանգարող հանգաման կա։ Այդ աղջիկը ունևոր չի։ Այսինքն մխոյի կլասի մարդ չի էլի։ Բայց որ սիլտը կպավ կլասինով է ալցնելու աղբեր։ Հետո նենց մաշնա է կազե դետակը ոնց կադողա սիլտը չկպնի։ Ապե, բայց ես աղջիկա աբրածը ճշտած է, չէ։ Հա, բա ոնց աղբեր։ Ոնց կադողա մենք առանց ճշտելու մեն մխոյին աղջիկ առաջարկենք։ Այս որ մխոն սրա մասին իմացավ, չէ, ես պատկերացնում եմ ոնց է ջղայնանալու։ Կարա։ Հեռախոսը սուր դրե։ Հյուրասենյակում ես թողել։ Հեսա գամ։ Որոշ հիշում ես, չէ։ Ոչ չեմ հիշում, Լիլի ջան։ Դե հիմա գնացել ժամանակ մի կորցրու։ Ասեմ որ երկու հատ սիրուն աղջկա հետ հանդիպան ենք, չէ՞ գնում։ Հա։ Կրած ինչի վրա են գալիս։ Եթե Ռուշտունը համաձայնվեց, որ քո հետ պետքա գա, ես քեզ քո սիրած օծանելիքը կառնեմ։ Հաշկան։ Իսկ եթե հանգած Ռուշտունի չեկավ, ես եմ քո սիրած օծանելիքը առնում։ Հաստատ չի գա։ Դի, տարման գերից է, չգիտեմ կա թե չէ։ Դե կտեսնես։ Ես հաստատ գիտեմ որ կգա։ Հենց մեծ սիրուն աղջկա տնում ճիշտը կորցնում է։ Ասма չի գա։ Ինքն ինձ հաստատ չի դավաճանի։ Հեսա կտենան կդավաճանի թե չէ։ Նոր զանգեցին ասացին Գերմանիայից թույն մաշտեկ են բերել, ու այդ մաշտեկի ցուցադրումն է այսօր ունելու։ Տոմսկա գնանք նայենք։ Հիմա։ Հեսա կես ժամից սկսվում է։ Արաբադինո։ Դե ախպերի եկա տոմս չուներ որ լիրոյին տանենք։ Բայց որ հիմա ասեմ գնում ենք կնեղանա։ Կասե տնեցին զորով հանում ես։ Հա մի ասա որ գնում ենք մաշտան նայելու։ Ասա գործի տեղից զանգեցին շուտ գնում ենք։ Լավ տենամ ինչ եմ անում։ Սաղ Լիլջան։ Հա։ Մենք պիտի գնանք մի քիչ գործ կա, էլի։ Բայց դու ասացիր, որ գործերդ վերջացրել ես։ Չէ դե լիլ ուրիշ գործ է։ Ուրիշ գործ։ Լավ ես գնամ փոխում, համա քեզ ճանապարհին իջացնի։ Յան կարանք հանդիպենք։ Ինչի համար։ Մի հատ տեղ կա պետքա գնանք միասին։ Ձյոմ։ Բան եմ ասում աղբերական չմերժես էլի։ Ասա։ Ձեր աշխատողներից երկու հատ աղջիկ վերցնում ես սիրուն միրուն էլի։ Գալիս ես սրճարան հանդիպում եք։ Ինչի համար։ Դե պետք է էլի։ Երկու աղջիկ վերեմ որ ինչ։ Դու մեռնեմ սիտասում եմ դոբրի մոմենտ է էլի մի մտածի վայ։ Դու այդ աղջիկներին վերցրի արի մեր սիրած սրճարան այնտեղ հանդիպենք։ Ես Ռուշտուն հետ գալիս եմ։ Վերջել չենք խոսում, գնացինք։ Լես լակոտին նայ արար։ Արա դու մեզ խփում արա։ Դու լայս սրիկա։ Դու դե արիստեղ ասեմ է։ Արի։ Արա մոտեցի, արա մոտեցի, դու սատկի դե։ Այտենց, լավ էր։ Կերար։ Լսրան արա։ Պետ է վերջացար։ Լավ։ Ոնց պրծնում է։ Արա այ ուխտերի քարավան։ Դու մի հատ եկեք ձեր աղբորը պատեժ կարեք, արա։ Արա սես չի լի, արա, կյանքներս պրծնում է։ Դա ես ձեզ իսկականից սատ կսնելու եմ, արա։ Եկեք։ Բայց մենք ինչ ենք արել, որ սատկացնելու եք մեզ, պարոն Ամուշյաց։ Դու ձերը չէ է։
Կամպյուտեր էի խաղում։ Արեսի չէ, արա։ Գնացինք ձեր ասած վալշեբնի նախադասությունը ասացինք, ձեր կոնկուրենտները լղեցին մեզ։ Ոստե։ Բայց իրանց մոտ եք ասել։ Դե չենք իմանում, որ հետևներս կանգնած են, պարոն Արուշեցյան։ Քեզ բան։ Արամելո։ Այդ Ռամելո։ Փոխանակ զանգե կորագը, լրիվ չգիտեմ որ տարից է։ Լավ սուսի կզանգեմ։ Մելո, չես լսում այդ դրա։ Այդ Ռամելո։ Այդ ցավը տանը որ ձեն եմ տալիս չես լսում։ Պարոն Արուշաջյան, բայց կռնայք զանգեիք, չէ։ Դու Մելո ջան, մինիստր ես տարել որ զանգեմ կանչեմ։ Հլսած նայ։ Նայ ինչ օրն են գցել։ Ու դու սրանց պատասխանատուն ես, հա։ Հա, ես իրանց պատասխանատուն եմ, բայց իրանց պահաբան հրեշ տակը չեմ։ Հետո չեմ կռնա միշտ իրանց կողքն եղնիմ, որ իրանց պաշտպանեմ։ Տոլոսի Մելիքսետ։ Դու չես էլ կարա անդադ իրանց կողքին լինես։ Բայց քո անունը անդադ իրանց հետ պիտի լինի։ Սրանց հարցրել են ով է ձեր պատասխանատուն, սրանք էլ ասել են Մելոն։ Նրանք էլ ասել են դե որ Մելոնա, եկեք ստեղ ձեզ ասեմ։ Ով այդպես բան ասեցո։ Լսի Մելո ջան, օրինակի համար եմ ասում։ Ինչ վարտադի է որ նույնությամբ ասած լինեն։ Հիմա մի խոսքով տար քո մոտ, թող սրանք մանրամասը պատմեն, դու էլ գնա դրանց հարցեր լուծի։ Թե չէ Մելո, եթե ես խառնվեցի, լրիվ ուրիշ ձևի կլինի։ Հասկացա՞ր ինչ եմ ասում։ Դե գնացեք։ Գնացտես, հա։ Որտեղ։ Եղավ ցավը տանը, մեծը գալիս ենք։ Լավ։ Շեն մեր սրճարանի մոտ էլի, տոմսեր են դեղա բերելու։ Հարուշ դա ավելի չէր կարող մի տեղ դրսում պայմանավորվեիր։ Հա դե մա մարդը արագ ասեց որտեղ ենք են, բան չարեցի։ Մի խոսքով հեզ ու խոնար աղջիկա ու լրիվ համապատասխանում է մեր հայացքներին ու գաղափարներին։ Այդ ուր դուց եք գցե բռնի, որ ինձ մի ընկերու եղել։ Լավներ, մաշներ, մխո։ Ինչի պետք է վարուժը գնանք ու ընկերու ուտում։ Դե ես էլ այդպես մտածում, որ հնարավոր չի։ Բայց եթե տես բան ա եղել, պետք է սատ կստենք իրան։ Էլ ուրիշ տարբերակ չկա։ Հələ որ մտածում եմ այդ աղջիկա հետ պետք է ծանոթանամ, չէ։ Անուշիկին ոնց որ ավելի սկսեմ սիրել։ Բայց քեզ ով է այս տիպում ծանոթանա սիրային։ Լավ մաշնայա, բեր։ Ուզում ես անվճար մտնել Երևանի 10 ակումբներ եւ լիարժեք լիցքաթափվել, ձեռք բեր Անելիք բանկի եւ Boom ամսագրի համատեղ Boom Energy Visa Plastic Card։